Փոխանակ գողերի մանգան է կանանա մեղ մարդուն վերցնում ընտանում են էլ իրազ 28-ամյա Տիգրանն է Արցախից։ Օրեր առաջ մարտի 15-ին 2 րոպե զրուցելու համար քաղաքացիական հագուստով ոստիկանները կանչել են նրան, մի քանի ժամ ծեծել, հայհոյել ու ստիպել ընդունել բարեկամի տանը կատարված գողության մեղադրանքը։ Մեր բարեկամները գալիս են ասում են Տիգրանին ինչի համար եք բռնել։ Ասում է Տիգրանը կալանավորված է, մեր բարեկամներին են ասում։ Ասում են բաց թողեք առանց Տիգրանից տեից չեն գնալու, այդ որ ինձ տարել էին 15-ին տպել։ Հետա բաց թողեցին, հիմա որ ես կալանավորված ու մին վրա մեղ կա, տարել եք ինձ տպել, դե ապացուցեք։ Հարվածել են գլխին, վզին։ Քրոջ նվիրած Շան, Պինկայի հետ միայնակ ապրող տղան 2 օր տեղից վեր կենալ չէր կարողանում։ Ոստիկանները Տիգրանին առաջին անգամ տեսել են բարեկամին ոստիկանություն ուղեկցելիս։ Հարց ու փորձ են արել, պարզել, որ Վանաձորում մենակ է ապրում, հայրն ու մայրը մահացել են, եղբայրը զոհվել։ Նրան անօգնական ու միայնակ մարդ կարծելով փորձել են գործը բարթել Տիգրանի գլխին, ասում է փաստաբանը։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնել է, բայց քրեական վարույթ նախաձեռնելուց բացի լուրջ որևէ գործողություն չի կատարել, որովհետև մինչև հիմա այդ քրեական վարույթ շրջանակներում ընդհանրապես կատարվել է դժողի հարձակողություն, նշանակած դժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն, այնինչ պետք է բազված լինեին խոշտանգման ենթարկող ոստիկանների անձը հաստատող տվյալները, այսինքն անձնական տվյալները եւ նրանք առնվազն այս պահեդրությամբ իրավական հիմքեր կան, անպակասեն վստահեցնում եմ ձեզ, նրանք առնվազն այս պահեդրությամբ պետք է ձերբակալված լինեն, ինչքան պաշտոնավարողները կասեցված։ Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար ծառայողական քննություն է սկսել։ Տիգրանին ծեծողները սակայն շարունակում են աշխատել, ինչի հետևանքով ունենալու ենք ապացույցների անբավարարության հիմքով քրեական վարույթի կարճում, վստահ է Երիցյանը։ Այսինքն ազատության մեջ գտնվելու ընթացքում կարող են հեշտությամբ թաքցնել խոշտանգման հետքերն ու բոլոր ապացույցները։ Դες քանի օգու տենց ամեղ մարդկանց տարած կլեն դե բռնած տփած։ Հիմա օրենքը պետք է որ ասում է տես մարդկանց գործից հանի հանգիստ, որպես հանգիստ աշխատողների բերի նորմալ աշխատողներին դե կանգնեցնի, նստեցնի, որ մարդիկ նորմալ ծառայություն տանին։ Քննչական կոմիտեն միշտ անլուրջ վերաբերմունք է դրսևորել խոշտանգման դեպքերի առթիվ, կարծում է փաստաբան Երիցյանը։ Ոստիկաններին ձերբակալելու եւ նրանց պաշտոնավարումը կասեցնելու պահանջով քաղաքացիներն ակցիա են անում քննչական կոմիտեի դիմաց, ստիպելով տեղաշարժվել։ Ձերբակալման փողում են հիմնավոր կասկածին ամենանվազագույն շերմի հաղթարումը արդեն բավարար է ձերբակալում իրականացնելու համար, բայց ինչու չեն ձերբակալվել անհասկանալի է։ Այ եթե դրա փոխարեն ԶԼՄ-ն որևէ հայտարարություն կատարել, որ ինչ որ մեկը հրապարակային կոչ արել դեմ լինել Նիկոլ Փաշինյանի, վստահեցնում է, որ բարույթեր կնախաձեռնեին, չգիտեմ, ամեն ինչ կանեին։ Ոստիկանատանը Տիգրան Ուլուբաբյանին ծեծելու գործով քննչական կոմիտեում վարույթ է հարուցվել։ Դատախազությունից ստացած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։ Այսօր ամսի քանիսն է 19-ն է, մարտի 19-ն է այդ դեպքն է 15-ին է տեղի ունեցել։ 4 օր անցել է ոչ մեկ չի կանչել դեպքի վայր որ ցույց տան, ինձ որտեղ են տփել, որտեղ են քաշքշել, որտեղ են հայհոյել։ Ոչ մի բան հələ միջև այսօր չկա։ Տիգրանը մենակ է ապրում արդեն երկար տարիներ։ Արցախից բռնի տեղահանվելուց մի քանի ամիս անց է միայն Վանաձոր եկել, այստեղ տուն վարձակալել։ Ինձ համար հաց եմ պատրաստում, տները ես եմ հավաքում ու ոչնչի կարիք չունեմ։ Միայնակ եմ, բայց անօգնական ու խեղճ չեմ, նշում է։ Ինձ ունեմ բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ վստահորդներ, ովքեր եւս այդպես դարձել են խոշտանգման զոհ։ Խոշտանգման մասով ընդհանրապես էական է չէ խոշտանգման զոհ ռեցիդիվիստ է թե ով է։ Կարևորը որ խոշտանգման երևույթ է տեղի ունեցել, այդ խոշտանգման դեմ պետք է ոչ պայքարվի։ Խոշտանգման այս դեպքն առաջինը չէ։ Վերջիներից լինելու համար փաստաբանն առաջարկում է լուրջ գործիքակազմ կիրառել, անպատիժ չթողնելով ոչ մի մեղավորի։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, Վանաձորից, ABC Media։